Մեկ պարապողին պետք է հատկացված լինի առնվազն 5 քառակուսի մետր տարածք։ Ֆիթնես կենտրոնի կամ մարզասրահի բարձրությունը պետք է լինի 4-ից 6 մետր։ Սրանք մի քանիսն են այն չափորոշիչներից, որոնց պետք է համապատասխանեն ֆիթնես կենտրոնները, մարզասրահները, որոշումն ընդունելուց հետո։ Նախագիծն այժմ հանրային քննարկման փուլում է։ Մշակվում է այս ամենը, որոշման նախագիծը հիմք ընդունելով Քաղաքաշինության կոմիտեի նախագահի 24 թվականի հրամանը, որով եւ սահմանվում են բոլոր փակ տարածքների մարզասրահների, լողավազանների, կենտրոնների չափորոշիչները, որոնք եւ 24 թվականին մշակվել են եւ հաստատվել են կոմիտեի նախագահի հրամանով, ինչպես նաեւ առողջապահության նախարարի կողմից սահմանված հիգիենայի պարագաների առողջապահական նորմերի բոլոր չափորոշիչներով։ Նախարարության ներկայացուցիչը մանրամասնում է, որոշման անհրաժեշտությունն առաջացել է նաև հաշվի առնելով հասարակության բողոքներն ու դժգոհությունները։ Մեծ մարզասրահները, ֆիթնես կենտրոնները արդեն իսկ օգտվել են եւ շահագործման են հանձնվել միջազգային չափորոշիչներին, միջազգային կենտրոններին համահունչ այդպիսի չափորոշիչներին համաձայն, բայց սա կխթանի այն հանգամանքին, որ կենտրոնները կարողանան սահմանված չափորոշիչների համաձայն իրենց գործունեությունը ճիշտ կառուցել, որպեսզի մենք բնակչության առողջությանը վնաս չհասցնենք, ռիսկային պայմաններից զերծ մնանք։ Նախագծի ամենակարևոր կետն ըստ Սեթրակյանի այն է, որ ֆիթնես կենտրոններում կամ մարզասրահներում տեղադրված մարզասարքերը, ինչպես նաև պարապմունքի ժամանակ օգտագործվող առարկաները պետք է լինեն սերտիֆիկացված, չպետք է լինեն ինքնաշեն։ Նախկինում վերահսկողությունը շատ թույլ է եղել, շարունակում է նախարարության ներկայացուցիչը, սակայն կարգավորումների հաստատումից հետո վերահսկողությունն իրականացնելու է առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը։ Որոշումը կարևոր է, հաշվի առնելով մարզասրահներից օգտվողների աճը, ոլորտում գործունեություն ծավալողներն են փաստում։ Մեր հասարակության բոլոր շատվածները համարյա օգտվում են մարզադահլիճներից, դարձել է մարդկանց առօրյայի մի մաս, աշխատանքի գնալուց պարտադիր գալիս են մարզվում են, իրանց նոր էներգիա են ստանում, գնում են աշխատանքի, ավելի շատ գնալով ավելի զարգանում է։ Հատկապես վերջին 2-3 տարում, երբ որ արդեն կենտրոնում եմ աշխատում, զգում եմ, որ մարդկանց հոսքը գնալով ավելի ու ավելի է շատանում։ Իսկ մինչև այս չափորոշիչները կհաստատվեն, մարզիչն առանձնացնում է իրենց համար կարևոր մի քանի չափանիշ։ Մշտական մարզչի ներկայությունը մարզասրահում պետք է լինի օդափոխություն, պետք է լինի մաքրություն եւ պետք է լինի շաբաթը 2-ից 3 անգամ մարզասարքերի վերահսկողություն, այսինքն հատուկ մասնագետ այցելի եւ ստուգի մարզասարքերի սարքինությունը։ Հաճախորդը երբ որ գնում է սրահ, պետք է նենց կառուցված լինի, որ ամեն մարզիկ մեկը մյուսին չխանգարեն։ Իհարկե պետք է որ չափանիշները պահպանվեն մարզադահլիճներում, որ հաճախորդը իրեն ավելի կոմֆորտ զգա։ Ոլորտի վերահսկողությունը բարձրացնելու համար մինչ այդ էլ փոփոխություններ եղել են, պատմում է սպորտի քաղաքականության մշակման եւ վերլուծությունների բաժնի պետը։ Հիշեցնում, մինչև տարեվերջ պատրաստ կլինի նաեւ ֆիթնես մարզիչների հավաստագրման կարգը։ Էմմա Վարդանյան, Աշոտ Խաչատրյան, լուրեր։